Sushi Delivery 0IG 8888888 Վիվարոպետ, Արսենալի պաշտոնական գործընկեր։ Իսկական բիրմենը մեջքով պիտի զգա թե հաճախորդը ով է ու Դիլիջանի որ համարն է Իրանը։ Կինա, 36 տարեկան շեկ մազեր կանաչ աչք է։ Միանշանակ երկրորդը։ Կանանց դուր է գալիս երկրորդի փափուկ համը։ Դիլիջան գարեջուր, ընտրիր քո համարը։ Բացառվում է։ Չի բացառվում, որ Գեղարդն արդեն Հայաստանում չէ։ 33 թվականից սկսած, այսինքն մոտ 2000 տարի, հայաստանյան ամենատարբեր քրիստոնեական համայնքներում պահվող Սուրբ Մասունքը այլևս անհետացել է։ Հավատացյալներին ցուցադրելու նպատակով Գեղարդը 3 օրով տեղափոխվել էր թանգարան, որտեղից էլ գողացվել է։ 301 թվականից այն Մայր Աթորի սեփականությունն էր։ Այժմ հայտնի չէ որտեղ է այն։ Համաձայն լեգենդի հենց Գեղարդով է խոցվել Քրիստոսը, եւ հիմա պարզ չէ ովքեր եւ ինչ նպատակով են գողացել այդ Սուրբ Մասունքը։ Ովքեր են պատասխանատու անդառնալի կորուստի համար։ Այս եւ մյուս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով մենք այժմ գտնվում ենք թանգարանի դիմաց, որտեղից էլ գողացվել է Գեղարդը։ Գեղարդի հետ կապված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Պաշտոնապես հայտարարում են։ Գեղարդը չեն գողացել։ Իսկ ձեր հայտարարությունը որքանով է համապատասխանում իրականությանը։ Բերեք, հիմա ինքներդ կհամոզվեք։ Համոզվեցիք։ Պարոն Իշխանյան, իսկ ինչ է կարծում, ում էր հարկավոր այս ողջ իրարանցումը։ Արդյոք դա Հռոմի Պապի ժամանմանը խոչընդոտելու փորձ էր։ Վստահեցնում եմ, շուտով կգտնենք այդ ստահոդ լուրեր տարածողներին եւ ամեն ինչ կփարսենք։ Իսկ ինչ կասեք երկրում կատարվող վերջին իրադարձությունների մասին։ Արդյոք երկրում կոռուպցիայի մակարդակը նվազել է։ Հաջողություն։ Այ քեզ հաջողություն։ Պարոն գեներալ լեյտենանտ, իսկ եթե Հռոմի Պապին էլ Գեղարդի կրկնօրինակը ցույց տանք։ Տիկին Կարինե, դու ուզում ես, որ ես հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալ, Մովսես Խորենացու անվան մեդալ, արիության եւ խիզախության մեդալներ եւ 2 պատվոգիր ստացած գեներալ լեյտենանտ Իշխանյանս։ Ընկնեմ դժոխք։ Կներեք, պարոն գեներալ լեյտենանտ։ Տիկին Կարինե, եկեք չմոռանանք, որ նժարի վրա դրված է մեր երկրի պատիվը։ Էնպես որ մենք ուրիշ ելք չունենք։ Միջև Պապի ժամանելը Գեղարդը պարտադիր պետք է գտնենք։ Ճիշտ չեմ, պարոն լեյտենանտ։ Գեներալ լեյտենանտ։ Ու հետո դուք ով եք։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հնագետների համաշխարհային ասոցիացիայի մշտական անդամ, Պատմական գիտությունների դոկտոր, հնեաբան գեղարդագետ Վյաչեսլավ Ղազարյան։ Ենթադրենք։ Պարոն կապիտան, ինչ ունենք։ Ոչ մի էական բան, պարոն Իշխանյան։ Տեսահսկող սարքերի ձայնագրությունները անհետացել են։ Իսկ հերթապահող հսկիչը։ Հսկիչը քնաբերի ազդեցության տակ քնած է եղել։ Նիգազել։ Այս գործի համար մենք շատ լուրջ մասնագետ է հարկավոր։ Արդեն մենք առանձնացրել ենք լավագույններին։ Գրիգորյան Հովիկ, Սապյորը։ Սապյորն այլևս մեզ հետ չի։ Բացեցի, որ լարը կտրեմ։ Կապույտը։
Հարատեսի գործ չի էլի։ Ենթադրենք։ Բադալյան Ահարոնի մասին ինչ կասես։ Կարելի է մի բան էլ ես ասեմ։ Դուք ով եք։ Հայաստանի Հանրապետության Մենակվերցի գիտությունների մասը։ Ղազարյան։ Ենթադրենք։ Ապրեցյան Բադալյան Ահարոնից ինչ կասես։ Սնայպերը։ Հա։ Հազար անգամ ասեցինք այդ աչղեկով մեքենաները պետք է արգելել։ Բայց ինչի եք տենց ասում, պարոն գեներալ լեյտենանտ։ Գիտեք դրանք ինչ է ժանեն։ Հենակ ուրիկս Վրաստանից ընտիր ավտոյա բերեր։ Կարին է։ Ես կարծում եմ։ Ղազարյան։ Այո։ Ղազարյան։ Իսկ Դավիթը։ Գայս ուժեղ մոմենտ է։ Թալում ես ջուրը։ Հաշվում ես մինչև իրակը ցուկը հելմա ջրի երես։ Նայ։ Գայսի լրի ուրիշ բան էլ աղջերերը։ Թրա, թրա։ Էս վերջիններ, էլ մարդ չկա։ Կա։ Հենզել Բրուտենց։ Ինչ արեց։ Հենզել Բրուտենց, Արգենտինա բնակ հայ գործակալ, ով բացահայտել է այնպիսի առեղծվածային գործեր, ինչպիսիք են 2002 թվականին Վինսենտ Վան Գոգի թանգարանից առևանգված 2 նկարների հայտնաբերումը, ինչպես նաև Փարիզում Քիմ Քարդաշյանի հանդեպ տեղի ունեցած կողոպուտը։ Բայց ինչքան գիտեմ, այդ գործը դեռ չի բացահայտվել։ Ապրեսյան։ Բացահայտվել է, պարզապես իրականում Քիմը եւ Քայնի Ուեսթը չեն ցանկացել դրա մասին բարձրաձայնել։ Այնպես որ ես էլ ձեզ ոչինչ չեմ ասել։ Զանգեք թող գա։ Ես մի բան չհասկացա։ Արգենտինայից Հայաստան գնացքով են գալիս։ Վրաստանով է գալիս, որ հետքերը մաքրվի։ Ասում էի, չէ՞ ուժեղ մասնագետը։ Եկած չեկած արդեն հանցագործություն է բացահայտում։ Ծանոթացեք, օպերացիայի ղեկավար լեյտենանտ Իշխանյան։ Հենզել Բրուտենց։ Գեներալ լեյտենանտ։ Հենզել։ Պարզապես Հենզել։ Հատուկ օպերատիվ խմբի ղեկավար
Գեներալ կապիտան Ապրեսյան։ Պարզապես կապիտան։ Հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Տիկին Կարինե։ Օրիորդ Կարինե։ Լավ։ Դե մենք էլ արդեն հեռախոսով ծանոթացել ենք։ Գնացի։ Հաստատ ոչ շոք չգիտի, չէ՞ որ Հայաստանում եք։ Նեղացնում եք, պարոն գեներալ։ Պարզապես իմ ոտքերը որ շատ երկար է, դրա համար։ Ես ինչ փոքր մեքենա է։ Մենք ես մեքենայով ենք եկել, որ աչքի չընկնենք։ Լավ։ Այս պարագայում Գեղարդը Արևանգողը կարող է ունենալ ոչ միայն եկամուտ հետապնդելու նպատակ, այլ մեր երկրին վնաս հասցնելու միտում։ Հենց այդ պատճառով ձեր առաջնային խնդիրն է օպերացիայի գաղտնիությունը ապահովելը։ Դուք ոչ մի դեպքում, ոչ մեկի իրավունք չունեք հայտնել ձեր Հայաստան ժամանելու իրական պատճառը։ Հենց այդ։ Դուք ինձ լսում եք։ Ես միշտ լսում եմ։ Դա իմ աշխատանքն է։ Այնպես որ սկսեք։ Սկսեն։ Սկսեք շարունակել։ Իսկ գուցե վերցնեք ձեր գործին։ Կարինե, դու ինքդ չես կարող վերցնել։ Չէ, ես գործերից զզվում եմ։ Ես կվերցնեմ։ Կարճ ասած Գեղարդը գտնելու համար դուք ունեք ուղիղ 5 օր։ Այդ ընթացքում ձեր օգնականն է լինելու Գեղարդագետ հնյաբան պարոն Ղազարյանը։ Լավ։ Հուսով եմ դուք պատկերացնում եք այս գործի ողջ լրջությունն ու պատասխանատվությունը։ Ինձ հարկավոր են գործի բոլոր նյութերը։ Դրանք ձեր թղթապանակում են։ Համարեք Գեղարդն արդեն իր տեղում է։ Ծան, 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 ծան։ Ինչ ասեց։ Ինձ դեպքի վայրում պրոֆեսիոնալների թիմը հարկավոր։ Ծան, 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 ծան։ Բոլոր հանճարներն էլ մի քիչ տարօրինակ են։ Մենք արդեն տեղում ենք։ Լավ։ Մեծ բան չի, բայց մյուս անգամ դուրը ես կփակեմ, լավ։ Ոնց կուզես։ Մոռացել էի, որ դու ես ուզում փակել։ Փակի։
տարածք ներխուժել են 5 հոգով, 4 տղամարդ եւ 1 կին։ Տղամարդկանցից 2-ը շիկահեր են։ Հնարավոր է, որ նրանցից մեկը մալական է, 3-րդ տղամարդը վստահաբար գեր է, 4-րդ տղամարդը միջին վիճակագրական հայ։ Կինը բարձրահասակ է, ամենայն հավանականությամբ մալականի կինն է, ով դավաճանում է ամուսնուն, այսպես ասած Պոնչոյի հետ։ Մի խոսքով Գեղարդը գողացել են այստեղից։ Հետո այն, որ եթե Գեղարդը գողացել են այստեղից, ապա այն տեսախցիկը ամեն ինչ ֆիքսել է։ Որ? Այն ինձ պետք են բոլոր տեսագրությունները։ Տեսագրությունները ոչնչացված են։ Իշխանյանի տված հաղթապանակի 4-րդ էջում գրված էր դրա մասին։ Իսկ վկաները? Գողության պահին շենքում եղել է միայն հերթապահող հսկիչը, բայց նրան արդեն հարցաքննել են։ Ես անձամբ պետք է հարցաքննեմ նրան։ Այ։ Սատանա։ Հասկացյալ Դարցյանի բոլոր ցուցմունքները այստեղ են։ Ոչ կներեք, ոչ por favor։ Ձեր աշխատակիցներ։ Չէ, հասկացյալ Դավթյանի փաստաբանն է։ Խնդրեմ։ Զգուշացնում եմ։ Եթե բերանդ չբացեցիր, ես ստիպված եմ պայուսակս բացել։ Ես չեմ հասկանում։ Այստեղ ուշ հասկացողների առաջնությունը արդեն 1000-րդ անգամ ասում եմ, ես ոչ մի բան չեմ տեսել, ոչ մի բան չեմ լսել, ես քնած եմ եղել։ Ինչ որ մեկը իմ սուրճի մեջ դիազեպամա լցրել։ Երևի դեղի անունն էլ գրել են թղթի վրա, գցել են գրպանդ, չէ։ Չէ։ Ուղղակի ես մենակ դիազեպամից եմ տենց լավ քնում։ Հա։ Գեղարդը գողացել են հերթապահազկիչի օգնությամբ։ Հերթապահազկիչը ընդունել է քնաբերաբեր, որպեսզի դուրս մնա կասկածից։ Գործը համարում եմ բացահայտված։ Մնում է գտնենք Գեղարդը։ Պարոն Բրուտենց, մեզ մոտ հարցաքննության ժամանակ բռնություն չեն կիրառում։ Ընտրությունների ժամանակ էլ կաշառք չեմ բաժանում։ Ղազարյան, կարևորը արդյունքն է։ Էշս գտի։ Հերիկա, էլ չեմ դիման մանջոտ։ Հերիկա ուրեմն ավելի խոստովանի, դու գոնե հասկանում ես Գեղարդի իրական արժեքային հիմար։ Ես քեզ իմ ձեռքերով կգերտեմ։ Հարցաքննության ժամանակ բռնություն չեն կիրառում։ Ղազարյան։ Ստիպված եմ ասնել ավելի լուրջ մեթոդների։ Հիմա ես կհաշվեմ մինչև 3-ը ու դու կքնես։ Մեկ, երկու, երեք։ Դե հիմա խոստովանի, ապեր, խոստովանի, ապեր։ Evoca Touch հավելվածի միջոցով ստացիր Single Touch on-line վարկ մինչև 5 միլիոն դրամի կամ 10,000 ԱՄՆ դոլարի չափով եւ մարիր այն արդեն 5 տարում։ Վարկերը հաստատվում են օրվա եւ գիշերվա ցանկացած ժամի վարկյանների ընթացքում։ Evoca Bank, լավագույն թվային բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի։ Evoca Bank-ը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։
Բժիշկ, ես չէի պատկերացնում, որ հիպնոզից այսքան կվատանա։ Չնայած Բայց հիպնոզը այստեղ կապ չունի։ Տուժածի մոտ թունավորում է։ Ինչ? Այլ ճիշտ ինչից։ Դե նախնական ախտանիշներից ելնելով ես կարծում եմ, որ հիվանդը թունավորվել է խլորոֆորմից։ Հիմա ամեն ինչ անում ենք, որ օրգանիզմը մաքրենք, բայց ավաղ նա դեռ գիտակցության չի եկել։ Իսկ երբ գիտակցության կգա։ Հնարավոր է, որ նա ընդհանրապես գիտակցության չգա։ Սա իմ այս քարտն է, խնդրում եմ ցանկացած նորության դեպքում անմիջապես զանգահարեք ինձ։ Լավ։ Շատ բարի, բայց պարոն Դոբլադո Պորլաս Լինես, այստեղ հեռախոսը համար չկա։ Բրուտենց։ Հենզել Բրուտենց։ Իսկ Դոբլադո Պորլաս Լինես նշանակում է ծալել գծերով։ Իսպաներեն։ Madura. Gracias. Լավով կարող էր դրան թունավորել։ Չի կարող տենց բան լինի, չի կարող։ Ղազարյան, սա պարզապես տեղից դուրս եկավ։ Չէ, ես սրա հետ չեմ։ Ուղղակի մի քիչ հոգնել եմ։ Ոչ մի հետք չկա։ Միակ վկանան գիտակից վիճակում է։ Հիմա ինչ ենք անելու, ինչ ենք անելու։ Շատ ես լարվում։ Թուլացիր։ Լարվածությունը միայն խանգարում է։ Հանգստացիր։ Արի երգենք։ Ինչ։ Երգենք, օգնում է։ Երգելու ժամանակ ես գտել։ Լավ։ Ինչ ես անում։ Լարված վիճակում մեքենա վարել չի կարելի։ Եթե չես ուզում երգել, կմերսեմ։ Ինչ ենք երգելու։ Այ իմ գնդակ, կանաչ կարմիրը Ղազարյան։ Այ իմ գնդակ, կանաչ կարմիրը կապուտակ, կրիր վերևիչից, շալոն մնահազարացած։ Աստորեն քլորոֆորմը անգույն ու անհոտ հեղուկ է։ Պատկերացնում ես դրանով թունավորելն ինչ հեշտ է։ Բարև ձեզ։ Մեզ խնդրում եմ տավարի ֆիլե, սև սալորաչրով, բանջարեղեն, հյութ եւ ոսպով չուֆտա։ Հենզել, դու ինչ-որ բան ես ավելացնելու։ Իսկ որ այստեղ գրված է զբաշ, դա ինչ է։ Գարան մսով ապուր։ Պաստորեն անառակ գարան մսով։ Ես ավելացնելու բան չունեմ։ Իդեալական պլան է։ Միակ վկային թունավորումն գործը կարելի ասել փակված է։ Բայց ով։ Փաստաբանը։ Հա, Դավթյանի փաստաբանը։ Մեզանից առաջ վերջին անգամ Կարինի մոտ նա է եղել։ Գեղարդ։ Գողացել են փաստաբանն ու հերթապահ հսկիչը։ Փաստաբանը հետքերը վերացնելու նպատակով թունավորել է հսկիչին։ Գործը համարում եմ բացահայտված։ Մնում է գտնենք Գեղարդ։ Մի րոպե։ Ողջույն Գուստավ։ Հենզել, ինչ ես անում։ Չեմ ուզում Դավթյանի օրն ընկնեմ։ Այս ռեստորանում բացառվում է ինչ-որ մեկը թունավոր։ Ռեստորանի պահով համաձայն եմ, բայց այն
Այն մատուցողին ինձ կասկածելի թվաց։ Որ Այն Մի րոպե։ Գոստավ։ Գոստավ։ Գուստավ, 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 Գուստավ։ Հարգելի ներկաներ, խնդրում եմ մի րոպե ուշադրություն։ Ես կորցրել եմ իմ գերմանամուկին։ Այժմ նա սրահում է, խնդրում եմ օգնեք գտնեմ նրան։ Ոնց, ստեղ հիմա մուկ կա։ Ղազարյանի չես տեսնել, մեր կասմանանի, հանգիստ։ Գուստավ, մի մարզե համաց, Գուստավ, կամ կարողանաս ես կրծի, հանգիստ։ Գուստավ, Ղազարյան։ Գուստավ, բա չամաչեցիր, ես ինչ պահվածք էր, համոտ քեզ, 1000 ամոտ։ Ոչինչ, փոքր է, չի հասկացել։ Կմեծանա էլ չի անի։ Ինչ ես խոսում, Ղազարյան, սրանք այսքանից ավել չեն մեծանում։ Քշի, Որ, մի ուրիշ ռեստորան։ քանի այդ մուկը մոտը տա, ոչ մի տեղ էլ չեն գնա։ Ղազարյան, սա մուկ չի, սա գերմանամուկ է, դրանք լրիվ տարբեր բաներ են։ Ազգությունը կապ չունի։ Մուկը մնում մուկ։ Ղազարյան, ինձ էլեկտրոնիկայի խանութ է հարկավոր, մի երկու բան ունեմ առնելու։ Ուզում ես խամյակիդ համար էլեկտրականատոր սարքես։ Կներես։ 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 Լավ, իսկ հիմա գնանք խանութ։ Ինձ ցածր ամպերաժային մինի էլեկտրահաղորդիչ դիոդ է հարկավոր։ KPVD 3820։ Ղազարյան, առավոտյան այդ կարերի փաստաբանի տվյալները ճշտած կգաս։ Buenos noches։
Ալո։ Bueno, հիմա քիչն եմ։ Բայղա Վիչեսլավ, ուշանում ես։ Քանի ժամա պատրաստ քեզ եմ սպասում։ Փաստաբանի կոնտակտը ճշտել ես։ Արմեն Վարդանյան։ Ալո, բարև ձեզ, ես պարոն Վարդանյանի հետ եմ զրուցում։ Այո։ Պարոն Վարդանյան, դուք հիմա տանն եք, ես ուզում եի ձեզ այցելել ու մի քանի հարց տալ Կարեն Դավթյանի հետ կապված։ Իսկ դուք ով եք։ Ես դա հիմա չեմ կարող ասել։ Հաջողություն։ Եթե ես չասեմ ով եմ, նա ինձ ոչինչ չի պատմի։ Իսկ եթե ասես ով ես, Իշխանյանը քեզ ազգի դավաճանի հոդվածով կնստացնի։ Լավ։ Ալո, բարև ձեզ, մենք հարցում ենք կատարում։ Արմեն ապեր ինձ էլի բռնել են, հասի։ Ապեր համարդ փոխի, ոչ թե ձենդ։ Ուր են գնում։ Փաստաբանի տուն։ Բայց նոր չասիր, որ նա մեզ ոչ մի բան չի ասի։ Մեզ չի ասի, Բաբկենին կասի։ Բաբկենն ո՞վ է։ Բաբկենը մեր ընկերն է, կգնանք կիմանաս։ Հայ միջալոց ես քոնն է։ Իմ գնդակ, կանաչ կարմիր կապուտակ, արիր վերև իջիր ցավ, շալոն մնա հազար մացած։ Ղազարյանը ասեց, որ հսկիչի փաստաբանին են կասկածում։ Կասկածում են, թող բերման ենթարկեն։ Չենք կարող։ Մենք փաստաբանին ասել ենք, որ Գեղարդը գտնվել է։ Ու հսկիչին բաց ենք թողնելու։ Ու եթե հիմա իմանա, որ այդ տենց չի, Գեղարդի կորստի լուրերը նորից կտարածվեն։ Տեսնես հիմա հենզը ինչ անում։ Ով։ Հենզելը, ես իրան կրճատ հենզ եմ ասում։ Դες ես Բաբկենն էի։ Ես կազմակերպված առնետների դեմ պայքարի վարչությունից եմ։ Մեր տանը առնետներ չկան։ Հայաստանը հայտնվել է ժանդախտի համաճարակի սպառնալիքի տակ, ու մենք առնետների համաշխարհային վերահսկման կազմակերպության հրամանագրով պետք է իրականացնենք բոլոր բնակարանների եւ նմանատիպ կառույցների շտապ ախտահանումը։ Կարող եք մի քիչ ավելի ուշ գալ, ես հիմա շտապում եմ։ Ավելի ուշ երբ։ Երբ արդեն ուշ կլինի, երբ ձեզ ժանտախտով վարակված կտանեն հիվանդանոց, կամ ավելի ճիշտ մորգ։ Էթա ձեր ուզածը։ Լավ, ձեր գործը արեք, ուղղակի մի քիչ արագացրեք։ Լավ։ Իսկ որտեղ եք եղել դուք 3 օր առաջ, գիշերվա 2-ից մինչև առավոտվա 6-ը։ Չեմ հասկանում, այդ ինչ կապ ունի առնետների հետ։ Այն մարդի ինչ իմանամ, անկետա են տվել, ասում են լրացրու։ Հմի տանն ես եղել, թե չի։ Հա, տանն եմ եղել։ Իսկ թույներից հասկանում եք, կամ ես պային տանը ինչ-որ թույն ունեք։ Ինչ թույն։ Շատ իմանամ, օրինակ քլորոֆոն։ Ես ուր, թույնն ուր, արագացրեք, հա։ Լավ։ Չեմ հասկանում, բոլոր դարակները պիտի նայեք։ Չէ, մենակ ամենակասկածելին է։ Ոչ մի խնդիր չի լինի, ապրանքը եղբորոս մոտ է։ Վարդանը վաղը երեկոյան արդեն Գերմանիայում կլինի։
Ինքը կզանգահարի ձեզ։ Կարիք չկա սպառնալու, ես լավ գիտեմ ինչ կանեք, եթե ապրանք կուշանա։ Լավ։ Ինչ եք անում։ Սոս։ Ստեղ են։ Կռիստերին չես տեսնում։ Այնքան կամաց են խոսում, որ դաժե սրանով չեմ լսում, թե ինչ են խոսում։ Ես տանը մենակ ես ապրում։ Չէ, եղբորս հետ։ Ուրեմն աղբորդ էլ պիտի մի քանի հարստամ։ Չի ստացվի, ինքը տանը չի։ Ոչինչ, ես չեմ շտապում։ Կսպասեմ։ Դուք չեք շտապում, ես եմ շտապում։ Համել եղբորս չեք կարող տեսնել, որովհետև հյուրախաղերի է պատրաստվում ու մինչև ուշ գիշեր փորձի ա լինելու։ Էնպես որ սպասելը անիմաստ է։ Ինչ եմ փորձում որ։ Հայկական, ժողովրդական պարեր։ Ռախկատա փում, ռախկատա փում։ Որտեղ եմ փորձում որ։ Ես չեմ հասկանում, ձեր հարցերը ինչ կապ ունեն կռիսների հետ։ Ինչ։ Կռիսական հարցեր եմ տալիս։ Ազարյան Ապրեսյանի շտաբ պարզիր, թե որ պարային խումբն է վաղը մեկնում Գերմանիա ու որտեղ են նրանք փորձի։ Հաստաբանը հսկիչի միջոցով կողանում է Գեղարդը։ Հետքերը վերացնելու նպատակով թունավորում է հսկիչին եւ եղբոր միջոցով փորձում է Գեղարդը Հայաստանից դուրս անել։ Գործը համարում եմ բացայտված։ Մնում է գտնենք Գեղարդը։ Ապրեք։ Իսկ հիմա գնացեք մի փոքր հանգստացեք։ Դրանից հետո բարելու ենք ստուգողական պարը։ 15 րոպե ժամանակ ունեք։ Գնաց։ Համո ջան կլինի մի օր դու չուշանաս։ Համո։ Դու ով ես։ Համոն պայտակ վատացավ, խնդրեց իր փոխարեն ես պարեմ։ Անունս Կարլենա։ Աբել։ Աստորեն Վարդանը դու չես։ Ինչ կա Վարդան ջան։ Վարդանը հենա, շփոթում ես։ Կներես, այս շորերով բոլորս ոնց որ Վարդան լինենք։ Ողջույն Վարդան ջան։ Բարե։ Ինձ եղբայրը դա ուղարկել։ Եկել եմ ապրանքի հետևից։ Լսիչեք, շտապօգնություն կանչեք, շուտ։ Դա։
Տուժացի մոտ ուղեղի ցնցում է։ Այս վիճակում նրան արգելվում է օթանավ նստել։ Իսկ ապարելու մասին ընդհանրապես մոտ 1 ամիս մոռացեք։ Բայց ես ուրախաղերի պիտի գնամ, արդեն ոնց կլինի։ Մոռացի։ Դրա մասին առայժմ մոռացի։ Այն այնի տղաներին կանչեք թողես լուսային սարքը գլխից հանեն։ Արդեն կանչել ենք։ Իսկ հիմա ավելի լավ կլինի թողնենք հանգստանա։ Դուրս եկեք։ Դուրս։ Աշոտ ջան մի րոպե սպասի, հա։ Միայն թե արագ։ Աշոտ ջան, մի հատ փոքր բան կա, որ շատ խնդրեմ, կարող է հետը տանես Գերմանիա։ Խնդիր չի, դու կտանեմ ապեր։ Մոռացել եմ տանը, հեսա կզանգեմ աղբորս, համարդ կտամ, կզանգի կփոխանցի լավ։ Հարց չկա, ինչ ա որ։ Ջութա կա ապեր, ձեր գործիքների հետ կդնես կանցնի կգնա, խնդիր չի լինի։ Լավ, Վարդան ջան։ Արմեն Վարդանի եղբայրները Կարենի օգնությամբ գողանում են Գեղարդը, հետքերը վերացնելու նպատակով թունավորում են Կարենին։ Այժմ նրանք Աշոտի միջոցով փորձում են Գեղարդը ուղարկել Գերմանիա։ Գործը համարում եմ բացայտված։ Մնում է գտնենք Գեղարդը։ Աշոտ դու ես։ Հա, ապեր։ Դու քնի։ Հովա։ Ժուրդ, բրգե կոնկրետ ես աննորմալիստ է։ Միանա, շկպնես, մի բանի։ Ղազարյան, ինչ շտապ քո մեքենան է հարկավոր։ Մի օկու արդեն երկար ժամանակ այս մեքենայով հետևում եմ, կարողա գլխի ընկնի։ Շտապ արի, Դալմա Գարդեն մոլ։ Այո։ Կարինե, նորություն կա։ Հա, ուզում եմ այսօր երեկոյան գնամ Հենզելի մոտ։ Ինչի։ Խեղճ տղային լրիվ մենակ ենք թողել։ Կգնամ նրա համար ուտելու բան կսարքեմ, տան գործերում կօգնեմ, հյուրասենյակում կօգնեմ։ Խոհանոցում կօգնեմ, լոգասենյակում կօգնեմ, խոհանոցում 2 անգամ կօգնեմ։ Կարինե, ինչեր ես խոսում։ Ինչ դու ունի, ինչ խոհանոց։ Հենզելը հիմա հյուրանոցում ապրում։ Հյուրանոցում էլ կարելի է օգնել։ Դե վերջացրու։ Կարինե, դու հիմա արդեն ինչ ես օգնում։ Ղազարյան, վախեցիր, բադա անելու բան, հա։ Հեսել ինքը, բանալիները տուր։ Մենակ խնդրում եմ, ուշադիր կլինես։ Սլավա, նեղացնում ես։ Շնչի։ Կամաց այս չոբոն։ Կամաց։ Por favor. Կամաց։ Կամաց։ Ջանին գնդակ, կանաչ կարմիր։ Sempre che abbia scoperto qualcosa. Ինձ թվում է ինչ-որ բան է գլխի ընկել։ Ամբողջ ճանապարհին լուր էր, իսկ հիմա ինչ-որ երգ է երգում գնդակի մասին։ Մի խոսքով, լսող սարքերը արդյունք չեն տալիս, ես անցնում եմ պլան B-ի։ Passo al piano B. Bene. Լավ։
Ղազարյան, ինձ օպերացիայի համար հատուկ միջոցներ են հարկավոր։ Գալիս եմ։ Շնոր, ավոր։ Por favor։ Ղազարյան, չէր կարելի էս ժողովը աշխատանքային ժամի անել։ Ես ինչ անեմ։ Հեզելը զանգեց ու ասաց, որ շտապ։ Օլա։ Էդ ինչա։ Կբացեք կիմանաք։ Հենց է ջան, բայց այդ արդեն բացածա միջիններ կերածա։ Այժմ այս պատմական պահին ես բացում եմ տուփը, որտեղ գտնվում է Գեղարդը, Զարդ ջութակը։ Հենզել ջան, շատ շնորհակալություն, բայց լավ կլիներ, որ դու ջութակազարդ Գեղարդը գտնեիր։ Ես ձեզ չեմ խանգարի։ Ինչ։ Ձեզ չեմ խանգարի։ Ոչ։ Եթե չխանգարեք, չեք խանգարի։ Եթե տղամարդը միայնակ նստած խմում է, դա երկու բան է նշանակում։ Կամ նրան լքել է սիրելին, կամ նա սիրելի չունի։ Կամ նա արպեցող է, կամ նա պարզապես ուզում է խմել, կամ նա հոգնած է ու հանգստանում է, կամ նա ունի տարբեր դժվարություններ, կամ… Ես Բելլան եմ։ Իսկ դուք։ Իսկ ես Բելլան չեմ։
Սիրում եմ հումորը գնահատող կանանց։ Ես Հենզելն եմ։ Ջուր, նարնջի հյութ, սուրճ եւ կրուասան։ Այսպիսին է արգենտինական նախաճաշը։ Դուք Արգենտինայից եք։ Եթե դուք ունենայիք բարակ բեղեր, ես կմտածեի, որ դուք Պուարոն եք։ Որտեղից այդքան բան գիտեք Արգենտինայի մասին, Ինչպես կարելի է չիմանալ Արգենտինան։ Տանգոյի հայրենիքը։ Տանգո։ Տանգոն բնության ամենագեղեցիկ տարերքն է։ Երբ քամին ծառից պոկում է նրա վերջին տերևը ու պտտում օդում։ Իսկ ազատություն ստացած տերևը ճախրում է կարծես մոռանալով, որ քամին ինչ որ պահի կդադարի։ Ինչ դիպուկ էր ասված։ Գործի վարպետ եք երևում։ 12 տարի հաճախել եմ Բուենոս Այրեսի Ելենա Գոմեսի անվան տանգոյի պետական գիշերօթիկ դպրոցը։ Ստուգենք։ Ստուգենք։ Ես հիմա կգամ։ Լավ։ Սոնուջասի կորրկյալ կապիտոկոլ կոզա։ Արդեն վստահ եմ, որ ինչ-որ բան հասկացել է։ Տպավորություն կա, որ ինձ միտումնավոր տանջում է։ Այլ տարբերակ չի մնում։ Ես անցնում եմ պլան B-ին։ Պարզապես անզուգական էր։ Միշտ պատրաստ եմ։ Իսկական արգենտինական տանգոյին պետք է հետևի իսկական արգենտինական սուրճը։ Իսկական արգենտինական սուրճ այս քաղաքում ընդամենը մի տեղ կա։ Իմ համարում։ Օ։ Շագուտը մարժալ է։ Դե մարժալ է։ Բայց մենք սուրճ չենք խմելու։ Կհասցնենք։ Լավ։ Այդպես էլ չասացիր քեզ ինչն ա բերել Հայաստան։ Գնացքը։ Իսկ հալուտ պատճառը ո՞րն է։ Հռոմի պապը։ Ես հիմա սառույց կբերեմ։ Կներես, Բելլա։ Չմոտենաս ինձ։ Ես ինքս հերու։ Լավ, բա ինչ անեմ քեզ համար։ Ուղղակի ինձ 2 րոպեով մենակ թող։ Լավ։ Ես ինչ էր։ Ոստացված սուրճը։ Շաքարավազով։
Por favor. Vade con il piano D. Ես անցնում եմ պլան D-ի։ Հիմա կփորձեմ քնեցնել։ Bene. Լավ։ Ականջողը գտա։ Շնորհակալություն։ Ինչ։ Շնորհակալություն։ Հա, շնորհակալություն։ Խնդրեմ ինչի համար։ Ինչ։ Ինչ։ Մի րոպե։ Ես գնամ արդեն ուշ է։ Ինչ։ Անասուն։ Անասուն։ Ալո։ Մինչև 735-ը հաշվեք կլինեմ։ Օլա։ Մի վախեցիր, ես առանց պայուսակի եմ։ Բայց ինչ ես եկել։ Ոնց։ Բա չես իմացել։ Քո հերթապահության ժամանակ Գեղարդը գողացել են։ Հասկացանք, բայց ես էլի եմ ասում, այդ ժամանակ ես քնած եմ եղել։ Հետո ինչի եք ինձ կպել։ Այդ գործի մեջ ինձանից բացի էլի մարդիկ կան։ Օրինակ, Տեր Ղուկասը։ Տեր Ղուկասն ով է։ Տեր Ղուկասը։ Այն մարդն է, ով առաջինն է տեսել, որ Գեղարդը չկա։ Հասկացանք իրար։ Իհարկե հասկացանք։ Քո թոն հազա։ Մեկ էլ խնդրում եմ, ես ոչ մի բան չեմ ասել։ Լավ։ Գնաց։ Տեր Ղուկասը հսկիչի օգնությամբ գողանում է Գեղարդը, այնուհետև հետքերը վերացնելու նպատակով թունավորում հսկիչին։ Գործը համարում եմ բացահայտված։ Մնում է գտնեմ Տեր Ղուկասին։ Լավ էր, չէ։ Բայց ես հարեցի են ինչ-որ ուզեցիր։ Ինչ ես անում։ Մի արա։ Պարոն Իշխանյան, պարոն Իշխանյան։ Այո։ Նոր հիվանդանոցից զանգեցին։ Կարեն Դավթյանին են սպանել։ Ենթադրենք։ Չէ, ենթադրենք չէ, կոնկրետ սպանել են։ Լավ չի։ Իսկ ով էր այդ Կարեն Դավթյանը։ Ցուցասրահի հսկիչը։ Ինչ։ Իմ գնդակ, իմ գնդակ։ Ախ, որպես չսկսես էլի։ Հայդան, լոխո։
Դուխով։ Միլիարդ եկեկա։ Միլիարդի որդյակս գալիս եմ։ Օ, Սանտա Վիկա։ Պաստորեն չհասցրեցի։ Ատամի խոզանակով էլ խեղտել են։ Դաժաններ։ Օլա, ալո։ Տեր հայր, Բակրատը ձեզ պիտի զգուշացրած լիներ, որ զանգելու եմ։ Այո, որդյակս։ Դե մենք ուզում ենք ժամը 2-ին թռցնենք Ամերիկա։ Մի կես ժամից պատրաստ կլինես գամ հետևիցդ։ Այո, որդյակս։ Կթռցնեք կուրախանակ։ Մահը վրա է հասել թթվածնի անբավարարվածությունից։ Ապարատ անջատած է եղել։ Բայց ով պիտի տենց բան արած լիներ։ Վերջին անգամ հիվանդի մոտ պարոն Պրուտենսն է մտել։ Հենզելը։ Ինչ ես ասում։ Հալո։ Բարի։ Ես չեմ հավատում, որ Հենզելը կարող էր տենց բան անել։ Ճիշտ է, իր մեջ ինչ-որ կրակ կար, ագրեսիա, ինչ-որ գազանություն։ Բայց ինքը մարդ չէր սպանին։ Կարինե, դեռ ոչ ոք չի ասում, որ Հենզելն է սպանել։ Հեսա ինքը կգա ու տեղում ամեն ինչ կպարզենք։ Ղազարյան, դրան գտի ու ասա թող շտապ էստեղ գա։ Ես ինչ ես անում, այ որդյակս։ Արարողությունից հետո կտա։ Հիմա անցի գործի։ Առաջին զանգս անջատեց, հիմա էլ անհասանելի դարձավ։ Հասկացել է զանգելուտ պատճառը դրա համար էլ հեռախոսն անջատել ու կորել է։ Ապեսյան, բոլորին ոտքի անել։ Դրան անհապաղ պետք է գտնենք։ Լսում եմ, պարոն իշխանյան։ Ցավացում եմ։ Գոտ է պնդվեք։ Ախր իրավունք չուներ։ Երեք ենք միասին ուրախ զվարթ։ Լավ եք։ Խոստովանությունները ցերեկը մեկից հետո։ Ագրեսիա, գազանություն, ինքը մարդ չէր սպանի, ախ Կարինե, կեզ նենց գործից կհեռացնեի, ապսոս չեմ հասկանում դեռ մեջ կտովա։ Վախ։ Համբերություն, դուստրիմ համբերություն։ Տեր հայր, սկսենք։ Լավ։ Զավակներս,
Իսկ այժմ ես խնդրում եմ, որ դուք զմեզ զմենակ թողնեք։ Ես զհանգուցյալին ուզում եմ զասեմ։ Ավելի ճիշտ զ ասեմ։ Ավելի կոնկրետ ասեմ զ։ Մի խոսքով հրաժեշտի խոսքեր ասեմ։ Երկու րոպե։ Բայց որդյակս Հաստորեն Գեղարդը այսպես եք ուզում երկրից դուրս անել, հա? Լավ էլ քողարկել եմ։ Por favor. Դեր հար։ Դեր օրողբեր։ Մենք քեզ բերել ենք, որ մեր ընկերոջը թաղես, ոչ թե իր բարի ամբավը։ Որդյակս, սա հին մեթոդ է։ Եղել են դեպքեր, որ սրանից հետո հանգուցյալը կենթանացել է։ Կոնկրետ այս դեպքում ինչ որ կենթանի հանգուցյալը դառնալու։ Այդքան էլ ճիշտ բռեք սրան։ Բռեք դառնի։ Հասեք, բռեք դրա, շուտ։ Էր այդ, առողջ հոգի առողջ մարմնում։ Չէ, որդյակ, 10 հոգի հետևում։ Հենզել արագ թռի մեքենայի մեջ։ Որդյակս, ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Հենզել ես եմ։ Ես ինչ որոզեի, կթաղեի կեվի։ Գրացիաս, բելլա, քեզ աստված ինձ ուղարկեց։ Դե հա, մանավանդ որ հոգևորականի կյանք էր վտանգված։ Ես իհարկե շնորհակալ եմ, բայց այստեղ մի տեղ կպահես իջնեմ։ Ով ես դու, ու ինչ է այս ամենը նշանակում։ Կիմանաս, բայց երբ ասես, թե ինչի համար ես եկել Հայաստան։ Լսեցի, որ հյուսիս հարավ ճանապարհը վերջապես սարքել են, ասեցի գամ տեսնեմ։ Անկեղծ չէր։ Ես ինչ է։ Էս այն ինչից հետո մարդիկ լրիվ անկեղծանում են։ Լավ էլի։ Ես սրսկվելուց վախենում եմ։ Դրա հավերը չկա, 10 խմեմ։ Հենց էլ վերջին անգամ եմ հարցնում։ Ինչի համար ես եկել Հայաստան։ Դե ասա է, իմ էշ խելքն ասա։ Ինչի ես եկա Հայաստան։ Լավ։ Ոնց կուզես։
Ես ինչ կատարվում։ Փոքր ժամանակ ես վաճառել եմ շնիկից, բայց մամայիս ասել եմ, որ ինքը սատկել է։ Չէ, մանկեղծանալու։ Կապիկություն մի արա։ Մի 2 րոպեից նոր կազդի։ Պարոն Իշխանյան, բոլոր հնարավոր վայրերում նայել ենք, բայց հենզելին չենք գտնում։ Լսի Ապրեսյան, բոլոր սահմանային կետերում հսկողություն ուժեղացրեք։ Մենք չենք կարող դրան բաց թողնել։ Լսում եմ։ Ինձ թվում է պատրաստ ես։ Անուն, ազգանուն, հայրանուն։ Բրուտենց, Հենզել, Կարենի։ Կարող ես կրճատ ասել բհկը։ Բայց ես առանց սրսկելու էլ այդ ամենը կասեի։ Հենզել, ինչի ես եկել Հայաստան։ Ես ուղղակի գործով եմ եկել։ Արդեն լավ է։ Իսկ ինչ գործով։ Չէ։ Գեղարդի։ Այսինքն։ Դեդ որ գեղարդը դες սուս մնա։ Բայց որ գողացել են ես ինչ անեմ, սուս մնա այդ տղա։ Գողացել են ինձ կանչել են, որ գեղարդը գտնեմ։ Ոնց, գեղարդը գողացել են։ Հա։ Հետաքրքիր է։ Իսկ Հռոմի պապի հետ կապված ինչ կասես։ Շատ լավ մարդ է։ Ոսկե ազնվորություն։ Իր Հայաստան ժամանելու հետ որևէ կապ ունես։ Կապը հենա, որ մինչև նրա գալը ես պիտի գեղարդը գտնեմ։ Բա որ չգտնես։ Կգտնեմ, ես արդեն գիտեմ որտեղ է գեղարդը։ Երբ սփոփում էի հանգուցյալի կնոջը։ Ես այդ տղաների շրթունքներից կարծացի, որ վաղը կեսօրին Տեցի կրուգում ապրանքը հանձնելու են Աբրամովիչին։ Հենց այդ ժամանակ էլ գեղարդը կվերցնեմ։ Այս քո վերջին հնարավորությունն է։ Եթե գեղարդը չգտար հենց վաղը եւ այդ Վատիկանին կզեկուցեն, որ գեղարդը գողացել են։ Դու գործ տվող չես։ Բախ։ Չէ, ես ուղղակի պապի անձնական անվտանգությունից եմ։ Բարի երեկո։ Ապրեսյան, շատ լավ կատակ է։ Թոնդեն։ Բրուտեն ցենզել։ Դուք մեղադրվում եք Գեղարդի գործով միակ վկայի Թանգարանի հսկիչ Կարեն Դավթյանի սպանության մեջ։ Բայց ինչի պիտի ես Կարենին սպանեի։ Մեզ էլ դա շատ հետաքրքիր։ Դրա համար կգնանք մեզ մոտ, որ ամեն ինչ պարզենք։ Կարճ ասած, դուք ձերբակալված եք։ Բայց օրենքի համաձայն ունեք մեկ զանգի հնարավորություն։ Կարող ես զանգել դատապաշտպանին ու ասես, որ գա քեզ պաշտպանի։ Իսկ կլինի ես զուգարանից զանգեմ։ Շատ եմ խնդրում, առավոտից չեմ զանգել, էլ չեմ դիմանում։ Արագացրու։ Գրասիաս։ Դες սրան ինչ պատ է տավասած երկրը զանգում։ Հենզել, արագացրու։ Հենզել։ Ալա, Ապրեսյան, ոնց թե փախավ։ Լսի, ես քեզ ինչ եմ ասում։ Կամ շատ արագ դրան ես գտնում, կամ նոր աշխատանք։ Հուսով եմ հասկանում ես, որ Հայաստանում երկրորդը գտնելը շատ ավելի դժվար է։ Նշեցնելու։ Նիգադելը։ Պարոն Իշխանյան։ Նիդաունիկի։ Պարոն Իշխանյան, այդքան մի ներվայնացեք։ Եկեք երկենք, օգնում է։
Այ իմ գնդակ, կանաչ կարմիր կապուտակ, այ իմ գնդակ, կանաչ կարմիր կապուտակ։ Կարինե, հիմա դրա ժամանակը չէ, Կարինե։ Դիմացի։ Վարմավար։ Այդպիսի բան չկա։ Գիտեմ, կյանքս։ Լավ էլի Կարինե։ Կներես, լեզվիցս թռավ։ Մի խոսքով քեզ մենակ են ժամանակ կհավատան, երբ Գեղարդը բերես։ Ուրեմն վաղը կհավատան։ Ինչ։ Ես քո օգնության կարիքն ունեմ։ Կարինե։ Եկավ։ Պարոն Աբրամովիչ։ Պլանները փոխվել են։ Պարոն Աբրամովիչը ձեզ ուրիշ տեղում է սպասում։ Հետևեք ինձ։ Պարոն Իշխանյան, երկու լուր ունեմ, մեկը լավ, մյուսը վատ, որից սկսեմ։ Վատից։ Չգիտենք ով է նամակագրության հեղինակը։ Ինչ նամակագրություն։ Այդ արդեն լավ լուրն է։ Մեր մասնագետներին հաջողվել է բացահայտել այս նամակագրությունը։ Փաստորեն մինչև այդ հենց զելը մեզ շեղում էր, Գեղարդ գողացողը արդեն 5 հոգու հետ պայմանագիր է կնքել։ Գետնի տակից էլ ելնի։ Գիտես ես ցենզուրել։ Վայ։ Ինձ էլ դիսկո։ Բայ իմ գնդակ, կարմիր, կանաչ, կապուտակ։ Քանի անգամ ասեմ, Խաչի Կարոլը Հռոմի պապը չի, որում ուզես չախես։ Չէ, բանի թագավոր։ Թագավորը Կարոլն է, ես տուզն եմ, այսինքն տուզը իմ մոտ էր։ Ինչի չխաղացիր այդ Կարոլը, այդ չախվածյոտ։ Չի կրկնվի մեծություն։ Իհարկե չի կրկնվի։ Բոջոնդո, Չինդարդո, Պասանտո։
հեռախոսները։ Պարոն Աբրամովիչը ասում է ապրանքը ցույց տվեք։ Այս ի՞նչ ձեներ։ Պարոն Աբրամովիչը ասում է, որ դա իր զարթուցիչն էր։ Ոնց, բայց չէր նշանակում ապրանք ցույց տվեք։ Այս անգամ նա ոչ թե սենց արեց, այլ մի քիչ ուշադիր եղեք։ Ու արագացրեք։ Մենք այդքան ժամանակ չունենք, որ ձեզ իտալերեն սովորեցնենք։ Չէ, իրա, մեկին տուրը կլինեմ։ Ներեցեք, կինս էր, բայց ես արդեն վերջացի։ Դուք գնացեք շանեք, գնացեք։ Ես ինչ կրկես է։ Ով ես դու։ Մենակ նորից չասես, թե Աբրամովիչն ես։ Չէ, դե ոնց կասեմ, բայց Աբրամովիչը ինչքան ժամանակ է ձեզ է սպասում։ Աբրամովիչը, սրանց կկապես չթողնես փախնեն, հետո կգանք պարզենք, թե ովքեր են։ Դու մնաս տեղ, մենք գնացինք։ Կարինեն էլ չկա, զանգերին չի պատասխանում, տանն էլ չի։ Հաստատ էդ աննորմալի հետ է։ Գտեք դրանց, քանի երկիրը չեն լքել։ Գնդոպետից մինչև շարքային գործ տվողի բոլորին ոտքի անել։ Կարին է։ Ոնց, ինչի դու սրա համար ես հանվում։ Լավ էլի Կարին է։ Վերները։ Ապեր։ Երբ մեր Մկրտչյանին հարցրեցին, թե որն է լավ դերասան լինելու գաղտնիքը, նա պատասխանեց, երբ ես Համլետ էի կերտում, շատերը նույնիսկ չգիտեին, որ նա հայ չէ։ Ես ուզում եմ իմանաք, որ ես դերասան չեմ։ Ես արտիստ եմ, բայքու։ Դերասանները միայն դեր են ասում, իսկ ես կերպարներ եմ կերտում, նրանցով ապրում։ Այդ պարավուն բերեք դնենք բագաժնիկը։ Չէ, լավ է, մի քիչ մրսած ենք, թող մեզ մոտ մնա։ Մեկը կարա գա առաջը։ Կարինե, բացի գիտեմ, որ տանն է։ Ապրեսյանը։
Հենզելն ուր է։ Ես ինչ իմանամ։ Գեղարդն եմ ման գալիս։ Անիմաստ է Հենզելին պահում իր օգնությամբ Գեղարդն արդեն վաճառել են։ Բացառվում է։ Ես ինչ անիմաստ թղթեր են։ Մարդ անգամ չի ուզում ժամանակ կորցնի, մի հատ նայի։ Մի հատ ուշադիր նայի։ Տիկին Կարինը, ամեն դեպքում կխնդրեմ, որ ինձ հետ գաք։ Ոնց կուզեք։ Հաստորեն Գեղարդը իրոք գողացել էին։ Դու այստեղ ինչ ես անում։ Զանգը տուշացավ։ Չաստրեցի քեզ զանգեմ։ Կարող ես ձերոն զեկուցել, որ Գեղարդը չկա։ Իսկ կարող եմ մի քիչ էլ սպասեմ։ Եթե դու չզեկուցես, մերոնք են զեկուցելու։ Ամեն ինչ վերջացած է։ No, չեղավ սենց։ Ես ուրիշ Հենզելի էի ճանաչում։ Ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ։ Բելլա։ Ես ինչ է։ Գեղարդը վաղուց Հայաստանում չի։ Հենզել ես նախնական պայմանավորվածությունը։ Եթե Գեղարդը Հայաստանում չլիներ, Վատիկանի գաղտնի ծառայությունները վաղուց արդեն զեկուցած կլինեին։ Էնպես որ Գեղարդը Հայաստանում է։ Հենզել, ես ինչ արտացոլանք է։ Չնայած դու ճիշտ ես, երևի ամեն ինչ իրոք վերջացել է։ Չէ, ոնց հասկանում եմ ամեն ինչ նոր է սկսվում։ Մեկն այդ բանալիները դուր։ Ես գիտեմ, թե որտեղ է Գեղարդը։ Ես էլ եմ գալիս։ Այդ հեռախոսի ճակը մի քանի օր է արդեն աչքիս առաջ է, բայց երբեք չէի մտածի, որ այս ամեն ինչի հետևում Ղազարյանն է կանգնած։ Չնայած երբ հիմա հետ ես նայում, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Ես ճիշտ էի։ Հսկիչը մասնակից էր գողությանը։ Ու երբ հարցակնության ժամանակ ուզում էր ամեն ինչ խոստովանել, Ղազարյանը հարձակվեց նրա վրա ու թունավորեց։ Մենակ մի բան չեմ հասկանում։ Ոնց է ինքը մի Գեղարդը պատրաստում վաճառել 5 տարբեր մարդկանց։ Հա, Բելլա։ Բելլա։ Բելլա, հիմա նորից այդքանը պատմել։ Ղազարյանը չի։ Ուշացանք։ Հիմա կպարզենք։ Ղազարյանը միշտ էստեղից էր ուտելիք պատվիրում։ Մենյու եմ, Մարիամը լսում։ Մարիամ Ղազարյանն է։ Այո, լսում եմ, պարոն Ղազարյան։
Ուզում եմ ինչ-որ բան պատվիրել, բայց չեմ կողմնորոշվում։ Գուցե ինչպես միշտ։ Հիանալի առաջարկ է։ Իսկ որ հասցեով ենք առաքելու Փափազյան թե Բագրատունյաց 46։ Բագրատունյաց 46։ Ներողություն, որ խնդրեմ կօգնեք բեռնախցիկս բացեմ։ Հա, իհարկե։ Por favor։ Կարևորը որ ամեն ինչ միաժամանակ անեք։ Այնպես որ սպասեք իմ հրամանին։ Ավելի ուշ կզանգեմ։ Բայց ես ոչինչ չեմ պատվիրել։ Սա մեր ընկերության հերթական ակցիաներից է։ Անվճար ընտրիկ մեր մշտական հաճախորդներին։ Սլավիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ վերջացած է։ Այնպես որ ասա Գեղարդը որտեղ է, թե չէ ճակատիդ հնդիկի խալ կնկարեմ։ Չէ։ Դու ինձ ոչ մի բան էլ չես անի։ Գեղարդի տեղը մենակ ես գիտեմ։ Ու եթե ինձ վնասես, Գեղարդը երբեք չեք գտնի։ Բայց եթե վաճառես, մեկ այլի չեք գտնելու։ Այնպես որ ես կորցրելու բան չունեմ։ Մի վարքյան սպասի։ Ես Գեղարդը չեմ վաճառելու։ Այսինքն իմ պլանը իդեալական է ու անթերի։ Ես միաժամանակ 5 տարբեր մարդկանց վաճառելու եմ Գեղարդի կրկնօրինակները, իսկ իրական Գեղարդը մնալու է Հայաստանում։ Բելլա, դու բան հասկացար։ Եթե չէիր ուզում վաճառել Գեղարդը, ինչու էր այն գողանում։ Այ հենց դրանում է կայանում իմ պլանի հանճարեղությունը։ Երբ Ռոմի պապը գա ու տեսնի, որ Գեղարդը չկա, համաշխարհային աղմուկ կբարձրանա, եւ իմ գնորդներից յուրաքանչյուրը վստահ կլինի, որ ինքը իսկական Գեղարդն է գնել։ Իվարկյան, բա ինձ իջու կանչեցիր Հայաստան, եթե չէիր ուզում, որ մինչև Ռոմի պապի գալը Գեղարդը գտնեն։ Որովհետև վստահ է, որ քո նման կներես անկեղծությանս համար անհաջողակը չի կարողանա այս գործը բացահայտել։ Բայց ինչպես տեսնում ես, բացահայտեց։ Այնպես որ ասա որտեղ է Գեղարդը։ Ես քեզ $100,000 կտամ, եթե ինձ չխանգարես։ Հենզել Բրուտենցը չի վաճառվում։ $2 միլիոն։ Հենզել Բրուտենցը չի վաճառվում։ Այնպես որ լավ կլինի այս ամենին նրան չխառնենք։ Ես համաձայն եմ։ Հենզել։ Լրիվ իրար մոտ, երբ տղամարդիկ խոսում են։ Այս արդեն ուրիշ բան։ Բայց ես պետք է համոզվեմ, որ օրիգինալ Գեղարդը Հայաստանում է։ Իսկ ես պիտի համոզվեմ, որ դու անկեղծ ես։ Հենզել ուշքի արի մի հատ։ Por favor, Bella։ Այդ ես հրաշք։ Համոզվեցիր։ Դե հիմա արի դնենք տեղը։ Իհարկե։ Բայց Գեղարդի տեղը այստեղ չի։ Այսինքն ես հիմա Գեղարդը կտանեմ ու կանցնեմ համապատասխան մարմիններին։ Դու երևի չհասկացար, որ ինձ այդ կատակները վտանգավոր են։ Սլավիկ, ջանա, դու երևի մոռացար, որ դրա պայստատուպը հանված է։ Չէ, Հենզելիկ, դու ես մոռացել, որ միջև հանելը լիցքավորեցիր։ Իսկ դա նշանակում է, որ ատրճանակի մեջ մի փամփուշտ դեր կա։ Իսկ դա լրիվ հերիք է, որ քո այդ դատարկ գլուխը ցրիվ տան։ Պարոն Ղազարյան, հարգելիս։ Իմ գնդակ, իմ գնդակ։ Արագացրու։ Լավ, գոնե վախեցնելու համար մի հատ օդ կրակի։ Երեքն եմ հաշվում։ Լավ։ Մինչև վերադարձնելը քեզ մի բան եմ ուզում ասել։ Por favor։ Ինչու ես կանուշացար։
Ես ընդհանրապես հույս չունեի, որ կազատվեմ այդ սկոչից։ Բայց ես քո ձեռքերում բան էի թողել։ Սրա հետ ես։ Ինձ թվում է ես քեզ էլ պետք չեմ։ Հաջողություն։ Gracias, Bella։ Եվ դու լուտենց։ Նիգադյայ։ Բայց ես տենց էլ չհասկացա ինչի։ Ընդամենը մի քանի ժամ հետո ես կլինեի Հավայան կղզիներում։ Դու քո միլիոններով Արգենտինայում, իսկ Գեղարդը իր տեղում։ Ղազարյան։ Գեղարդը սովորական իր չի։ Գեղարդը մեր սրբությունն է։ Գեղարդը գաղափարը։ Գողանալով Գեղարդը դու գողանում ես մեր հավատքը, որովհետև դու այն գողացել ես ոչ թե թանգարանից, այլ մեր սրտերից։ Գողության լուրը տարածվելուց հետո շատերը կփորձեին կասկածի տակ դնել, թե որ Գեղարդն է իսկական։ Իսկ մենք մեր սրբությունները կասկածի տակ չենք դնում։ Հավատա, նույնիսկ մեր օրերում կան բաներ, որոնք չեն վաճառվում։ Ղազարյան։ Բայց ես չէի էլ վաճառելու։ Ասա ում ինչ ես բացատրում։ Ջան, գնդա, գնդա։ Պարոն Բրութենց, եւս մեկ անգամ շնորհակալություն հայրենիքին մատուցած ձեր անգնահատելի ծառայության համար։ Ապրեսյան։ Բայց ես Արգենտինահայ եմ, ոչ թե Դուբայահայ։ Ինչո՞ւ պետք է Վրաստանով թռնեմ Դուբայի, հմ? Կարինե։ Դա էլ մեր կողմից նվեր քեզ։ Կգնաս մի քանի օր կհանգստանաս, նոր կգնաս։